Եկեք փառաբանենք Հիսուսը, ամեն։ Շնորհակալ եմ Տեր, ալելույա։ Շատ շնորհակալ եմ Հիսուս։ Գսիրենք քեզ, գբաշտենք քեզ, գփառաբանենք քեզ, գերգրբակենք քեզի։ Տուն թակավորներու թակավոր եւ դերերու դեր ես։ Քեզի գուտանք փառքն ու բադիվը Հիսուսի անունով։ Հալելույա։ Հայր Հիսուսի անունով գուքանք քո առջևդ։ Եվ դեր գխնդրենք, որ դու խոսիս մեզի այս գոդրել վախը տազընթացքի միջոցով, Աստծո Սուրբ Օքի տուն ես ուսուցիչը, տուն գհայտնաբերես Հիսուսը, գողջունենք ու ներկայությունդ այստեղ, գխնդրենք, որ այսօր վերցնես եւ փառավորես Հիսուսը, հայտնաբերես զինք այսօր ավելի մեծ ցևով կան երբևէ, եւ մինչ գնայինք իրեն, թող երթանք փառք է փառք, ողջ Աստծո Հոգիով, Հայր կգանքնիմ այնտեղի մեջ ուր տուն գանչած ես սիս ծառայելու, եւ կվստահիմ քեզի ամեն փարի, ամեն օրինագի, ամեն ճշմարտության համար, Աստծո Սուրբ Օքի խոսե մեզի իմ շրթունքներես այսօր, գերդե մեզ, շինե մեզ, ազատագրե մեզ, դեր գհրճագեմ քու թակավորությունդ կա, քու գամքը դլա, այստեղ այնպես ինչպես երկնքի մեջ, եւ ասոր համար մենք քեզ գփառաբանենք, քեզի գուտանք փառք ու բադիվ եւ շնորհակալ ենք, Հիսուսի հզոր, հիանալի, փառավոր եւ սուրբ անունով, եւ անոնք, որոնք համաձայն են, ասեն ամեն, եկեք նորեն փառաբանենք, ամեն, ամեն, Հիսուս շնորհակալ ենք, ամեն, գրնանք նստիլ, Չիդացեք մրցումիմը վերջին վարգյանները, երբ խումբերը մեկը աղտելու վրա է, բոլոր համագիրները ոտքի կանգնած կսպասեն խաղի ավարտին, այդպես կսկամ այս արդու ցեզի հետ, դուք սիրահարած եք Հիսուսի, չէ՞, պիտի խոսենք վախ կոդրելու մասին, վախը թև մնե հոգիմը եւ ես ցույց պիտի դամ ցեզի ադիգա, ես դարիներ բայկարեցա անոր թեմ չէի հասկնար, չէի հասկացած, թե ինչի թեմ կգրվիմ եւ հիմա անհամբերեմ, դեսնելու մարդիկ կազատագրվին այս պատկամով, շատ վգայություններ կան այս գիրքեն, որոնք արդյոք բերած են լիսային եւ իմ աչքերեն, գավադան, որ նույնը պիտի բադայի այսօր ցեզ մեր յուրաքանչյուրին հետ, մինչ այս տասերը գարնենք միասին, ասեմ, որ այս գիրքը գրեցի 1995-ին, այսօր նոր հազարամյակի 10-րդ դարին, արդեն 14-15 տարի անցած է, բայց հոգիս մեջ գսկամ, որ ներկայիս գարիկը գա այս պատկամին ամեն ժամանակ է ավելի, գարձես այս պատկամին ճիշտ ժամանակն է այսօր, հետսեք, գիշեմ երբ կգրեի այս գիրքը, եւ նշեմ, որ լիսան կխմբակրե գիրքերս, անսա, որ երբ կմեկենակրեր եւ կխմբակրեր այս գիրքը, Աստծո զորությունը իր մադերում մեջ էր եւ անայդ ցևի բան չէր ասած մյուս գիրքերուն համար, որովհետեւ Աստված շատ մեծ զորությամբ կկործեր իրեն հետ։ Գիշեմ, որ երբ կգրեի այս գիրքը, արդումը շատ գանուղ ժամերու եւ կգրեի Աստծո ներկայությունը սենյակիս մեջ էր եւ հանգարց Աստծո օքին անկճեցավ վրաս վերցածկեցի, ելա ատորես եւ սկսա խոսիլ մարգարեականորեն, Աստծո մարգարեական խոսքերը պիտի գարտամ զանոք ցեզի։ Դերը ասավ ինձի դղած շատեր կան, որոնք գանչված են իմ ժամանակներու վերջի հավատացյալներու բանակի մեջ, որոնք կապված են վախով։ Անոնք մաքուր սիրտ ունին Աստծո եւ մարդոց հանդեպ, սակայն Գեդեոնի նման քերված են մարդոց վախով։ Իրենց մեջ դրած բարգևներս քնացած վիճակի մեջ են։ Ես պիտի օծեմ այս գիրքին պատկամը, որպեսզի ազատագրեմ շատեր։ Անոնք քայլ պիտի առնեն եւ անվախորեն հնազանդին ինձի։ Անոնք անվեհեր բادرազմիկներ պիտի լան եւ մեծ հաղթանակներ պիտի դանին իրենց Աստծո զորությամբ։ Բատմեմ թե այս բոլորը ինչպես սկսան։ 1980-ականներուն ես կծարայի շատ մեծ արակելության մեջ։ Ուներ քանիմը 100 պաշտոնյաներ։ Աստծո արտոնությամբ լիսան եւ ես արդեն լման ժամով կարոզիչներ էինք։ Գծարայինք այդ մեծ անձնագազմի մեջ։ Ուրիշ արակելության մեջ ծառայելու նպատակով մեր փոխադրվել են քանի օր առաջ։ Այդ արակելության արվեստի բաժանմունքի պատասխանատուն գնոջս մոտեցավ եւ ասավ. Հաջի Սամուսինիդ ասելիք ունիմ իրեն։ Այդ մարդը քարոզիչ մներ Արկանսասեն։ Մեծ ծառայությունը չուներ հոն, մեր արակելության աշխատակցեր, որբեսի կարենար բայր իր մյուս ծառայությունը։ Անգնոջս նայեցավ եւ հետեւյալ խոսքը ասավ. Ասե Ջոնին, որ եթե չկործածե իր աստվածադուր իշխանությունը, ուրիշ մեկը պիտի խլե զայն իր մեև կործածե զայն իրեն թեմ։ Երբեք չեմ մոռանալ այդ խոսքը, գինս ամիջապես եկավ եւ ինձի ասավ այդ խոսքը եւ 1 տոն աղյուսի ծանրությունը զգացի։ Գիտցա, որ ճշմարտապես երկնքեն եկած խոսք մներ, սակայն միայն դարիներ յետ ամբողջապես հասկացա Աստվածը։ Դարիներ յետ լիսան եւ ես սկսանք Messenger International-ը եւ սկսանք շարունակ ճամփորդել։ Առաջին դարիներուն
Արիտոմ այցելեցինք Միացյալ Նահանգներու միջին բաժնի արևմտյան կողմը, ծառայությանը սկսանք չորեքշաբթի մինչև շաբաթ։ Գիրագի արդու եւ գիրագի գիշեր։ Գիրագի արդու Աստծո օգին զորությամբ տապեցավ, մարդիկ անոր հբումը ստացան եւ շատեր փրկվեցան։ Հոյվը նայեցավ ինձ եւ ասավ. «Գիտես, Ջոն, չեմ գարձե, որ Աստված կուզե վերջացնենք ժողովը»։ Ըսի գիտես, համաձայն եմ, գարձեմ պետք է շարունակենք։ Հավաքները շարունակեցինք եւ այդպես 21 գիշեր ծառայություն ունենք։ Շրջակայքեն մարդիկ 90 մղոն կքշեին հասնելու համար մեր հավաքներուն։ Յուրաքանչյուր ծառայություն այդպես էր։ Շենքը լեփլեցուն էր, մարդիկ բادرուն դակ կշարվեին։ Գարձես Աստված իր փանագադեղին հրած էր այդ խորանը։ Մարդիկ կբժշկվեին, New Age-ի գախարդը փրկվեցավ եւ մինչեւ այսօր շուրջ 20 տարի է ի վեր դակավին նեցուկ կգանքնի մեր առաքելության։ Հիանալի էին Աստծո օրածները։ Ամեն գիշեր գելլեի կարոզելու եւ գարձես ծածկոց մը գանք չեր վրաս։ Աստծո բարգեւը մեջս կպարսանար եւ գրագոտ քարոզ մը գուդայի։ Աստծո խոսքը հրացանի գրագոցի պես դուրս կգար ինձ մե։ Հավաքներուն երկրորդ շաբաթներ եւ գիշեմ որ փեմին վարի չածեի կկարոզեի շենքը լեփլեցուն եւ մարգարեական քարոզ գուդայի։ Ներգայիս ես ավելի գուսուցանեմ, բայց այդ գիշեր մարգարեական էր։ Ինչ կնշանակե մարգարեական քարոզ, հաջող չես գիտնար թե ինչ պիտի ասես։ Բարձաբես կխոսիս։ Այդպես կկարոզեի, երբ հանգարց առանց նույնիսկ մտածելու թե ինչ գնեի։ Նշեմ, որ 19 տարի է ի վեր գադարած ճամփորդություններուս ընթացքի միայն մեկ անգամ բադած է ադիգա։ Այսինքն չգարձեք թե ադիգա կբադա երկու շաբաթը մեմը։ Ուրեմն կկարոզեի եւ առանց նույնիսկ գիտնալու թե ինչ գնեի, դարձավ մատը սուղեցի փեմին։ Ներկայացնեմ ցեզի պատկերը։ Պարապանության ամբողջ խումբը փեմին վրան էր, որովհետեւ շենք այնքան լեցուն էր, որ նստարան չունեին նստելու։ Ոստի բոլոր նվագողները եւ բոլոր երգիչները 25-ին 30 հոգի գլոր դարձա մատը սուղեցի փեմին վրա եղողներուն եւ ասի. «Մեղ մգայս փեմին վրա, եթե չզղջաս Աստված պիտի բացահայտե քեզ»։ Հանգարց միտքս միջամտեց եւ ասի. «Ինչ ըրի ես հիմա»։ Բայց շարունակեցի կարոզել։ Հավաքներու երրորդ շաբաթներ եւ ես նորեն մարգարեական ոճով կկարոզեի։ Փեմեն վարիչած գրագոտ կկարոզեի եւ հանգարց առանց նույնիսկ մտածելու դարձա եւ ասի. «Մեղ մգայս փեմին վրա, եթե չզղջաս Աստված պիտի բացահայտե քեզ եւ դուրս պիտի տրվիս»։ Հանգարց մտածեցի, «Ո փամը կբադա, ես գսիրեի փեմին վրա ծառայողները»։ Մտածեցի, «Վաու, փամը կբադայոս»։ Եվ գիշեմ, որ հաջորդ գիշեր ծառայության պիտի սկսեինք եւս սովորության մտանք հովիվին գրասենյակը, հոն ընդհանրապես գլային երեցներեն քանի մոհոքի կամ պարապանության խումբեն ծառայողներ, այդ գիշեր մտա գրասենյակ հովիվը մի հոներ։ Ավելի փոքր դարիքի երեցներեն մեկներս մտավեսավ հովիվ, պարապանության եւ աշտամունքի խումբը քիչ մը ընջված է այս գիշեր։ Հիմա ասեմ ցեզի, դուք կխնդակ, բայց իսկապես չէի գիտեր ինչու։ Երեցին նայեցա եւ ասի. «Ինչու ընջված են»։ Ինձի նայեցավ եւ ասավ. «Եղբայր, գսեն, թե քիչ մը խիստ կվարվիս իրենց հետ հանրության առջև։ Գսեն, թե եթե մեղ կա փեմին վրա, պետք է այդ անձին հետ լուծեք հարցը առանձնաբար»։ Չանդրադարձա, բայց այդ խոսքին յետին գար վախի հոգիմը, որ արձակված էր փեմին վրայի ծառայողները մեկուն կողմե։ Երբ այդ մարդը ադիգա ասավ ինձի, հանգարց միտքերու ռմբագոծում ունեցա։ Սկսա մտածել. «Ջոն, ինչու պետք է ադիգանեիր։ Ինչու չես կրնար բարձավես սորվեցնել։ Ինչ պետք կար յետև դառնայիր եւ ասեիր թե մեղ կա փեմին վրա։ Ենթադրենք, որ չկա մեղ փեմին վրա։ Ամեն մարդ մյուսին պիտի նայ եւ մտածե. ով է եւ ինչ հրած է։ Աբա եթե մեղ կա փեմին վրա, բայց երբեք չհայտնվի։ Մարդիկ դակավին պիտի նային իրարու եւ մտածեն. արդյոք տուն էիր եւ արդյոք ինչ էր։ Մտածեցի տուն ավելի հարցեր պիտի ստեղծես այս եկեղեցին համար, քան Աստծո օրած բարիկները, տուն կքանտես Աստծո օրածը։ Ինչու այդքան ծիծաղելի բան մըրիր։ Այս միտքերը գուկային ինձի հրացանի գրագոցի մպես։ Հանգարց այս միտքերը ընդմիջվեցան հովիվին ցայնով, անսավ եկեք աղոթենք եւ փեմ ելնենք։ Ցերկ-ցերկի բռնեցինք, աղոթեցինք եւ փեմ բարձացանք։ Գիշեմ, որ երբ փեմ բարձացանք այդ գիշեր, մտածեցի փամը փոխված է։ Գարձես մտնոլորտը դարբեր էր։ Ամեն գիշեր մեջս ակնկալություն մը գլար։ Ուստի մտածեցի, ամեն բան լավ է, Աստված պիտի հայտնվի։ Պարապանությունը, աշտամունքը եւ հայտարարությունները եղան, հոյվզիս հրավիրեց փեմ։ Երբ ելա եւ ամբիոնին յետևը գեցա կարոզելու համար օծություն չկար։ Կարոզելու կարողություն չկար, միտքեր չկային, փամը չկար։ Մտածեցի, ինչ կնեմ հիմա։ Պետք է հասկանաք, որ այդ վերարտնության ժողովներու ամբողջ ընթացքին ես մարգարեական քարոզներ կուտայի խոսելով այն, ինչ որ Աստված կուտար ինձի։ Ես փամը չէի պատրաստել, ուստի սկսա աղոթել, դարձյալ ոչինչ, ուսուցանեցի Սամոսներու քիրքեն շատ գեղեցիկ պատկամը, որ դարիներ առաջ ուսուցանած էի։
Դևեց շուրջ 35 վայրկյան եւ ահավոր էր։ Իրականության մեջ սոսկալի էր։ Ամբողջ պատկամին դևողության կմտածեի, ասիգա ահրելի է։ Եվ ես հիմա գուզեմ դուրս ելնել Եդևիտուրեն։ Գեցած է եւ գործե պատկամը դուրս անել, բա փագեցի 35 վայրկյանի հետ, ամենեն գարչ բահներ այդ 21 ժողովներու մեջ։ Եվ այդ գիշեր վայրը ցկեցի քիչ մնեղացած Աստուծմե։ Մտածեցի, Աստված ինչու չհայտնվեցար, խղճալի էր եղածը։ Ասի ոչ ոք ներկա պիտի լա վաղը գիշեր, իրականության մեջ ես չեմ ուզեր ներկա լալ վաղը գիշեր։ Վերադարձա հոն, ուր գիշերեինք եւ ծանրությունը գար վրաս։ Անգողի մտայև գարձես բարգ ավազ գար վրաս։ Ես շատ նեղացած էի դիրոջ մե, ինչ որ հետևանքներ իմ անհասունությանս։ Միտքես ասի արդու կխոսենք այս մասին։ Արտնցա հաջորդ արդու եւ գարձես ավազի բարգը 5 անգամ ավելի ծանրացած էր։ Մտածեցի սխալ բան մը գա, ասեմ, որ ես ցերեգը սիրող անցմնեմ, անգողինես ցածկելով գելեմ ընդհանրապես։ Բայց այդ արդուն արտնցայը մտածեցի բան մը գա, որ իսկապես սխալ է, ամիջապես սկսա աղոթել։ Բայց ոչինչ, աղոթներս արդասանության բես դուրս կուքային։ Մտածեցի, լավ խոսքը գարտամ, սկսա Աստվածաշունչ գարտալ եւ այնքան չոր էր, որ եթե լուցկի մը վարեի գայրեր։ Հետո մտածեցի, շատ լավ պիտի պարապանեմ, որովհետեւ ամեզի գուտա պարապանության անտերցը ծանրության օքին տեմ։ Ցայներիզմը թրի եւ սկսա բարել։ Բայց գարձես գաբարի հեղուկի մեջ կբարեի։ Մտածեցի, իրավ սխալ բան մը գա։ Դուրս եկա, տաշտ մը կդա, ասիգա Ամերիկայի միջին արևմուտքն է։ Եվ 3.5 ժամ աղոթեցի տաշտի մեջ այդ օրը։ Եվ այնքան բարձրացան աղոթեցի եւ աղաղեցի Աստծո, որ գրեթե ցայնս կորսնցուցի։ Գաղոթեի ճարախոսը գսաստեի, ասի ճարախոս թուն արկել պիտի չլաս Աստծո կորձին այս գիշեր։ Եվ ժամացույցից կնայի եւ գմտածեի, շատ լավ, ես պետք է վերադառնամ եւ պատրաստվեմ ծառայության համար։ Եկեղեցի կացինք, հովիվին սենյակը մտանք եւ նույն բանը հրինք, աղոթեցինք եւ փեմ ելանք։ Բա շատ ավելի վատ էր, քան նախորդ գիշերը, փամը չկար։ Ես ինձի գսեի, Աստված պիտի հայտնվի, գիտեմ որ պիտի հայտնվի։ Երբ հովիվը փեմ գհրավիրեր զիս, ես կուզեի Եդևիտուրեն փախուստ տալ։ Գիշեմ փեմ ելա եւ ոչինչ չկար կարոզելու օծությունը։ Ասի եկեք աղոթենք, աղոթեցինք եւ քրծածից չափ զորավոր աղոթ մըրի։ Եվ հետո դարձյալ սկսա ուսուցանել ուրիշ պատկամը, որ նախապես սորվեցած էի։ Խոսած ադենս հետեւյալ ցևի միտքեր գուքային ինձի։ Ջան, ինչու այդ հաստատումը ըրիր։ Ինչ պիտի անես հիմա։ Ասիգա սոսկալի է, սարսափելի, ասիգա ոչ մեկուն օգուտ պիտի փերը, ինչ կկարոզեի այդ ցևի միտքերով հարցակում կունենայի։ 7 վայրկյան յետ կսի, գեցեք։ Վախցուցի բոլորը գամ իրականության մեջ արտնցուցի։ Վայրի մեջ լեփլեցուն մարդ կառնորեն։ Ասի սխալ բան մը գա, երեկվնեի վեր չեմ գիտեր, թե ինչ է, բայց պետք է գիտնանք։ Գուզեմ, որ բոլորանոնք, որոնք գիտեն աղոթել, ոտքի ելեն եւ սկսին աղոթել։ Ամբողջ եկեղեցին ոտքի ելել է եւ գբայթի աղոթքով։ Եվ ինչ կաղոթեի, Սուրբ ոգին խոսեցավ ինձի։ Ասավ, դղաստուն գվախնաս փեմին վրա քու յեդևդ կեցած մարդոցմե։ Այդ պատճառով Աստծո դված կարոզելու բարգեւդ քնացած վիճակի մեջ է։ Գոդրե անոնց մե եկած այդ վախ եւ կարոզե այն, ինչ որ գուդամ քեզի։ Հանգարց 2 վայրկյանի մեջ Աստված ամբողջ Աստվածաշունչը բարձեց ինձի համար եւ ցույց տվավ այն մարդիկը, որոնք վախի մեջ էին եւ մնացին այդ վախի մեջ եւ չիրականացուցին Աստծո կողմէ իրենց դրված գոչումը եւ ուրիշներ, որոնք գոդրեցին այդ վախ եւ շարունակեցին իրենց ճամփան Աստծո հետ։ Այդ ամբողջ քիրքը հասկացա 2 վայրկյանի մեջ։ Իանալի է, որ Աստված ինչպես ցույց կտա 2 վայրկյանեն ամբողջ քիրքը։ Գհիշեմ ես գոդրեցի այդ վախը ճիշտ այդ բահուն, կարոզեցի այն, ինչ որ Աստված ցույց տվավ ինձ այդ բահուն։ Երբ վերջացի սրահին 75% վազելով արչև եկավ, լավագույն ծառայությունն էր, որ ունեցանք այդ 21 ժողովներու մեջ, որովհետև բոլոր ներկաները ազատագրվեցան իրենց վախեն։ Մեկ շաբաթ հետ հայտնաբերեցին, թե փեմին վրա նվագողները մեկը ամեն գիշեր ծառայությունն իդ քինեդուն գերտար եւ գքինովնար։ Խոսեցան իրեն հետ եւ հերացավ եկեղեցիեն։ Փեմին երկիչներեն մեկը բորնգություն կներ եկեղեցու անդամներեն աղջիկամը հետ։ Աղջիկը խոստովանեցավ եւ երբ խոսեցան անոր հետ, անընդունեց եւ թատրեցավ ծառայությունն, որ մե իդ վերագանքնվեցավ։ Բայց ասոնք չէին գլխավորները։ Փարապանության եւ Վաշտամունքի ղեկավարը շնության մեջ էր։ Շուրջ 1 ամիս կիետ այդ անցը ցկեց եկեղեցին, պատճառ եղավ բարակդումի եկեղեցին 1/5 հետ արավ։ Ամուսնան լուծվեցավ իր ամուսինեն եւ սկսավ բնակիլ այն անցին հետ, որուն հետ շնություն գներ։
Հովիվը շուրջ 2 ամիս հետ հերացայնեց եւ ասավ. «Ասիկա ամենադժվար բանն էր ինձ համար։ 3 անգամներ եւս այցելեցի եւ չեք հավատար, թե ինչ բարձունքի հասան անոնք հոգեվորապես, հատկապես իրենց պաշտամունքի մեջ»։ Անասավ Ջոն լավագույն բանն էր, որ բադահած է այս եկեղեցին։ Կուզեմ խոսիլ ցեզի վախի հոգիի մասին եւ թե ինչպես բարգեւները մարդոց կյանքերու մեջ կրնան կնանալ։ Ճիշտ է, որ ադիգա բադայեցավ ինձի հետ իմ ծառայության բարգեւից բարակային։ Ցեզ մե յուրաքանչյուրը գանչված է փամ մնելու Աստծո համար։ Յուրաքանչյուր բարգեւ մստացած է Աստծո։ Եթե դիրավետվիս վախի հոգիով, այդ բարգեւը պիտի կնանա եւ այդ մասին է որ գուզեմ խոսիլ ցեզի։ Շատ լավ, սկսելու համար հետեւյալը ասեմ։ Պետք է հասկանանք, ասեք հասկանանք։ Շատ լավ, հետեւյալը պետք է հասկանանք, թե յուրաքանչյուր ավադացյալ հadoop դերմ ունի հոգիի մեջ։ Բնագության վայրը հոգիին մեջ։ Աստված դված է մեզի այդ բնագության վայրը։ Այդ վայրին հետ կուկա իշխանությունը, ասեք իշխանություն։ Այդ իշխանությունն է, որ տշնամին գուզե։ Այդ բնագության վայրը իր մեջ ունի բարգևները, կարողությունները եւ իշխանությունը։ Իշխանությունն է, որ տշնամին հատկապես գուզե։ Հետսեք։ Դամ Աստվածաշունչեն գարկ օրինակներ Սաղմոս 91 առաջին համարը գսե ամենապարծին ծածկույցին դակ փնագողը ասեք փնագողը ասեմ հետևյալը դու գանչված չես այդ իշխանության վայրը այցելելու դու գանչված ես հոն փնագելու հիանալի է թե որքան մեծ թիվով քրիստոնյաներու կհանդիպին որոնք վերի վայրումներով լեցուն կյանք մգաբրին օրը աշխարհին գլուխն են իսկ հաջորդ օրը ընկղմած են տշնամիին պերած ընտիմության եւ հագարագության ալիքին դակ Սկացապես անոնք վեր են, ինչու, որովհետև չեն հասկնար իրենց իշխանության վայրը, անոնք չեն փնագիր հոն, այգալցել են, եկեղեցի են դուրս կուկանսելով ամեն բանի կարող եմ անով որ զորացուցիս, Քրիստոսի հետ հարություն արած եմ եւ հաջորդ օրը աշխարհը դակնու վրա գլա, երբ մեկը իրենց մասին գխոսի կամ չակնկալված վճարումը գայտնվի եւ հանգարց անոնք այդ բոլորին դակ գլան, հետսեք, անոնք չեն փնագիր հոն, դեսեք Սաղմոս 91:1-ը ինչ կսե Ամենապարծին ծածկույցին դակ փնագողը ասեք ծածկույթին դակ ասեք ծածկույթին դակ անոր գփնագի ոչ թե գայցել է ծածկույթին դակ ամենապարծին ամենագարողին Հովանիին դակ բիդի հանգչի Սամոս 18:19 Գսեզիս դուրս անեց ընտարցակ դեղմը ասեք ընտարցակ դեղմը չէ ուրգեթյուրությամբ կրնաս սահիլ գամինալ Եփեսացիս 2:6-ը գսե անոր հետ հարուցանեց մեզ եւ անոր հետ բազմեցուց մեզ երկնային վայրերու մեջ ասեք վայրերու մեջ Քրիստոս Հիսուսով գնգադեք վայրերու փարը հավատացյալներ փարացիորեն կգրավեն դեղմը հոգիին մեջ պետք է ջանչնանք այդ դեղը պետք է կործենք այդ դեղի մեջ եւ եթե չենք գիտեր մեր թիրքը մենք չենք կրնար պետք եղածեով կործել Քրիստոսի մարմինի մեջ հետսեք Ենթադրենք, որ բանանի ձարմը ասե սիրտը ստեղծի ձարը լալ գուզե այսօր։ Անիր ամբողջ ուժով գրնա փորձել տեղցի ձարը լալ, բայց պիտի մնա այնինչ որ է։ Հետսեք։ Անիկա ցանված է այդ հողի մեջ եւ այդ է իր դեղը բանանի բդուղ դալու համար։ Հետսեք։ Շատ լավ։ Այդ թիրքը եւ անոր edegող իշխանությունը գրնա գործընծվիլ եւ քողծվիլ։ Անկամ եւս ասեմ, իշխանության այդ թիրքը Գրնաս գործընծնել, անիգա գրնա կողծվիլ, եղավ, թիվ մեկ ծևը, որով անիգա գրնա կողծվիլ, մեղքի պատճառով է, գարտամ ուտայի մասին Բեդրոսի խոսած արակյալներուն կործերը կիրկեն, կորձ արակելոց 1:20, Բեդրոսը սավ, անոր, այսինքն հուտայի պնագարանը ամայի թողլա, լսեցիք պնագարանը ամայի թողլա, և անոր մեջ ոչ մեկը պնագի, Հուտա իր պնագության դեղը գործընծուց, ինչու մեղքի պատճառով, եթե նայինք Սավուղին, Սավուղ օծված էր Աստծո գողմե, գանչված Աստծո գողմե ըլլալու թակավոր և ունենալու թակավորական դումը, ինչ կնշանագե սա, կնշանագե թակավորին զավակները, զավակներուն զավակները և այդպես շարունակ կիշխեն, բայց ան գործընծուց այդ դեղը, մեղքի պատճառով, ադոր լավակույն օրինակն են Աթամն ու Եվան, Աստված Աթամն ու Եվան տրավ բարդեզի մեջ, չէ, և եթե նայիք, Ձնունդներու քիրքի մեջ կսե, թե ան զանոնք տրավ բարդեզի մեջ իշխանություն ունենալու համար, երկրի վրա ամեն բանի վրա, ամեն կենդանի, ձարի, ձարերուն, փուսականության, գլիմային, անոր դրվեցավ իշխանություն,
Ատամ իշխանություն չուներ երրորդ երկինքի մեջ միայն, ուր ինքն Աստված կփնագեր։ Աստված ասավ. «Դու իշխե անոր վրա, դու դիրե, ես քեզի դված եմ զայն»։ Ոստի ինչ կնե տշնամին։ Ատամը իբրև թիրախ կնդրե։ Ինչպես գահացնի անոր։ Եվ այն միջոցով շատեր գիները պատասխանալու կհամարեն եւ գսեն գիներուն պատճառով է որ մենք ենք ուր որ ենք այսօր։ Ադիգա սուտ մնե։ Չեկնար Երևակայել թե բամության ընթացքին գիներու անտեպ որքան վատ վարմունք ցուցաբերված է։ Բարձրապես որովհետեւ մարդիկ ճիշտ սեով չեն գարտացած գրվածը։ Գինը խապվեցավ, բայց դղամարդը բացահայտորեն եւ գամովին անհնազանդ գտնվեցավ։ Երբ դղամարդը գերավ, այն ադեն մարդկությունը ինգավ, որովհետև ինքնին Աստված խոսեցավ Ադամի եւ ասավ. «Թուն գրնաս ազատորեն ու դեր բարդեսին փորոր ծարերեն, բայց այդ մեկ ծարին մի թփչիր»։ Աստված ադիգա ասավ Ադամին, անալ զայն հաղորդեց Եվային։ Ուստի տշնամին Եվային քնած, որովհետև անուղագի Աստծո փերանեն չլսեց։ Չեկնար Երևակայել թե որքան մեծ թիվով մարդիկ գրոնական եւ դարօրինակ վարմունք կունենան եկեղեցիներու մեջ, որովհետև կունենան հաղորդված գիտություն եւ ոչ հայտնուտենե եկած գիտություն։ Անոնք գարցանակրեն իրենց խովիվին խոսածները եւ հետո գսեն. հայտնություն ունեցանք կսեն, ոչ, ադիգա հայտնություն չէ, այլ հաղորդված գիտություն։ Երբ ես նոտ առնեմ, չեմ գրեր այն բոլոր բաները, որոնք կարոզիչ գսե, այլ կգրեմ այն բաները, որոնք բայտումը կհարաճեցնեն մեջս։ Ադիգա Սուրբ Օքին է որ գխոսի ինձի։ Սուրբ Օքին ցայնը գրնա հովիվ մարգարոթին ցայնին բեսլալ։ Բայց ադիգա Սուրբ Օքին է։ Այդ է որ գգրեմ, որովհետև ադիգա հայտնություն է։ Երբ մեջդ բայտում գլա, այդ է որ Աստված դվավ քեզի հագարակ որ մարդու միջոցով ասվավ։ Այսուզու տասաբահերուն ընթացքին ես պիտի խոսիմ եւ բաներ պիտի բայտին ծեր ներսիտին, ադիգա հայտնության գիտություն է։ Ուստի տշնամին թիրախ ընդրեց Ադամը, անչնդրեց Եվան, անոր թիրախը Ադամն էր, բայց Եվայի միջոցով հասավ Ադամի։ Անգհուսար որ Ադամի գապվածությունը Եվային պատճառ կդառնար, որ Ադամ բացահայտորեն անհնազանդ գտնվի Աստծո։ Ինչ որ եղավ արդեն, տեսեք ինչ կբադայի, երբ Ադամ անհնազանդ կգտնվի։ Նախքան անգումը չգային երկրաշարժներ, չգային փոթորգահովեր, չգային բնական աղետներ, չգային համաճարակներ, չգար հիվանդություն, չգար անհանգստություն, չգար աններտաշնակություն, չգար մարտասպանություն, չգար ներքին պայքար։ Ինչ կբադայի երբ Ադամ գինա իր դեղեն, թշնամին կստանա անոր իշխանության դեղը եւ Ադամի դակ եղող ամեն բան գինա։ Այն ադեն էր, որ օծերը սկսան խայտել մարդոց եւ սպաննել զանոնք։ Արյուզները սկսան կենթանիներ ուդել, փոխանակ խոդ ուդելու։ Գասկնակ ինչ կսեմ։ Ներքին պայքարները սկսան, մարտասպանությունը սկսավ, ադելությունը սկսավ, թաթարները սկսան եւ բնական աղետները սկսան։ Այդ բոլոր արդյունքն էին անգումին։ Որքան կնեղանամ, երբ մարդիկ բնական աղետներուն համար գսեն թե Աստծո կորձն են, ոչ, Ադամին կորձն են։ Ինչպես նաեւ հետևանք այն իրականության, որ եկեղեցին չկանգնեցավ իր իշխանության մեջ։ Աստված երգիրը դվավ մարդուն եւ ասավ. «Թուն իշխե անոր եւ դիրե անոր վրա»։ Ան մեզի դվավ 6000 դարման վարձելու իրավունք։ Այդ պատճառով էր, որ մեր փրկությունը պետք էր լար մարդովը։ Աստված չէր գնար փրկել մեզ, Աստված երբեք իդ չի դառնար իր խոսքեն, ան այս աշխարհը դվավ մարդուն։ Այդ պատճառով Հիսուս պետք էր քար ձնելով գույսեմը, ինչու՞, որովհետև չէր գնար ունենալ այդ մեղքի փնույթը, որ Ադամի իբրև ժառանգ ցկեց մարդկության։ Ադամ հրաժարեցավ իր դեղեն։ Հետսեք, Հիսուս պետք էր ձներ գույսեմը, իր հայրը պետք էր Սուրբ Օքին լար, ուստի ան 100% մարդ էր եւ 100% Աստված։ Ան զերծ էր այդ անեցքեն։ Հետսեք, բայց պետք է այդ գործը կատարվեր մարդու կողմէ, ադոր համար Հիսուս միշտ ինքին կգոչեր մարդու որդի։ Հետսեք, եթե նայեք Ղուկաս 4-ին, թե ինչպես ճարախոսը Հիսուսը գահանե բարձր լերմը, տեսեք ինչ կսե։ Այս ամբողջ իշխանությունը, ըսեք իշխանություն։ Պիտի դամ քեզի։ Եվ տեսեք, եւ անոնց փառքը, որովհետեւ ինձի անցնված է, որու որ ուզեմ գուդամ զայն։ Երբ էր, որ այդ ամբողջ իշխանությունը դրվեցավ Արուսիագին, Բարդեսի մեջ, երբ Ադամ ինգավ մեղքի պատճառով, ուստի Սատանան գնայի Հիսուսի եւ գսե ամբողջ իշխանություն ինձի անցնված է, ու որու որ ուզեմ գուդամ զայն, ուրեմն եթե դու իմ արջևս ինալով երգրբակես, բոլորը քուգդ պիտի իլան։ Հետսեք։ Հռոմայացի սուտը 20-ը գսե, որովհետև արարածները հպատակեցան ունայնության, ոչ իրենց գամքով։ Ադամի ենթարկեց զանոնք, որովհետև Ադամի հանձնված էր ամբողջ իշխանությունը։ Ադամը ստեղծագործությունը ենթարկեց չար դիրոճը։ Հետսեք, ուստի Հիսուս կուկա
Ետ գարնե այդ իշխանությունը խաչին վրա, գարնե մավանքը ժողքին եւ գերեզմանին փանալիները, եւ նախքան երկինք բարձրանալի իր աշակերտներուն նայելով գսե ամեն իշխանություն, ասեք ամեն իշխանություն, նորեն ամեն իշխանություն, ամեն իշխանություն ինձի դրվեցավ երկնքի մեջ ու երկրի վրա։ Ուստի Հիսուս գսե ես ունիմ իշխանություն երկնքի մեջ, բայց հիմա նաեւ ունիմ իշխանություն երկրի վրա։ Օ գսիրեմ ասիգա։ Ադորամար Աստվածաշունչը գսե թե մեկ միջնորդ կա Աստծո եւ մարդոց միջև, մարդը Հիսուս Քրիստոս ան վերադիրացավ այդ իշխանության։ Ըսավ ամեն իշխանություն վերադարձուցի եդարի։ Չարախոսը փորձեց համոզել զիս, որ բաշտեմ զինք, որբեսի եդարնեմ զայն, բայց ես ուժով եդ արի զայն։ Եթե հասկանաս ասիգա, եթե սկսես անդրադառնալ այսօր, պիտի սկսես քորալ այս առաջին տասեն իսկ։ Ան արավ զայն, անսավ ամեն իշխանություն ինձի դրվեցավ երկնքի մեջ ու երկրի վրա, ուրեմն կացեք։ Դեսեք ինչ գսե, ան մեզի գնա եւ գսե, ուրեմն կացեք։ Որովհետեւ իշխանություն դրվեցավ ինձի երկնքի ու երկրի վրա, ուրեմն կացեք։ Արդյոք ինչ ասել գուզե հոս Հիսուս։ Դեսեք, որ ան մեզ կգաբե իրեն դրված ամբողջ իշխանության հետ։ Կտեսնեք ադիգա, ինչու գնա այդ մեկը։ Որովհետև Բողոս աղոթեց, որ մենք գիտնանք Եփեսացիս 1:19-20-ի մեջ, թե ինչ էր քերազանց մեծությունը, զորությունը, այ մարդս է զորություն, հավատացյալներուս մեջ։ Դեսեք, կորզատրության այմատ իր ուժեղ զորության, երբ մերելներեն հարուցանեց զայն, եւ բազմեցուց, դեսեք, իր աջ կողմը երկնքի մեջ, գասկնակ, անգամ եւս պիտի գարտամ, որ մենք գիտնանք, թե ինչ էր իր զորության քերազանց մեծությունը, իշխանություն, հավատացյալներուս մեջ, հավատացյալներուն ոչ թե մեր քարոզիչներուս մեջ, հավատացյալներուս մեջ, որ ներկործեց Քրիստոսի մեջ, երբ մերելներեն արուցանեց զայն եւ բազմեցուց կնշանակե իշխել։ Իր աջ կողմը երկնքի մեջ, ասեք երկնքի մեջ, նկատեցիք, որ հոգնագի է, ասեք հոգնագի, նկատեցիք, որ հոգնագի է, ասեք հոգնագի։ Չսեր բազմեցուց երկնային վայրի մեջ, այլ երկնային վայրերու մեջ։ Ինչու հոգնագի։ Ահա թե ինչու։ Որովհետև Եփեսացիս 2-րդ գլուխ առաջին եւ 6-րդ համարները գսեն. Դուք ամեն մեկը ասեք, դուք մերած եք անցանքներու ու մեղքերու մեջ, բայց ինք ցեզ ապրեցուց, անոր հետ հարուցանեց մեզ եւ անոր հետ բազմեցուց մեզ գխոսի իշխելու մասին երկնային վայրերու մեջ Քրիստոս Հիսուսով։ Մենք իրեն հետ նստած ենք հոգիով երկնային վայրերու մեջ։ Ուր են այդ երկնային վայրերը։ Բողոս պատասխանը կուտա Եփեսացիս 1:21-ի մեջ։ Շատ ավելի վեր, ասեք շատ ավելի վեր, նորեն շատ ավելի վեր, անգամ միևս ասեք, ամեն բեդութեն է վեր, իշխանութեն է վեր, զորութեն է վեր և դերութեն է վեր, ու ամեն անուն է վեր, որ գանվանվի, անոնց մեջ գան քաղցկեղը, AIDS-ը, բոլոր սերային ցևով փոխանցվող հիվանդությունները, երկրաշարժները, փոթորկահովերը, անոնց մեջ գան, նույնիսկ բոլոր կենդանիները, բայց ամենակարևորը բոլոր թևերը։ Ուր են այդ երկնային վայրերը։ Եփեսացիս 1:21 գսե շատ ավելի վեր եւ ոչ քիչ մը վեր։ Երբ ասված գսե շատ, ան չի չափազանցեր, անսել գուզե շատ վեր։ Այդ է հարցը, եթե մարդիկ միան գիտնան, թե ուր են Քրիստոսի մեջ, արդեն չեմ մտներ վախի տակ։ Ես անգամ ուրախանամ իմա, որ չեմ գնար Դանիել այլևս։ Ամեն բեդութեն է իշխանութեն է վեր, զորութեն է և դերութեն է շատ ավելի վեր, ու ամեն անուն է վեր, որ գանվանվի։ Ոչ միայն այս աշխարհի մեջ, ապա նաև քալիքի մեջ։ Այնպես ինչպես հրավ ատամին այդ պարդեզի մեջ սատանանի մագուզե, դեղափոխել մեզ մեր հոգիի մեջ, որբեսի վերաշահի այն իշխանությունը, որ մեր գացուց զինք Հիսուս։ Եթե սատանան գարենա քողնալ կամ պատճառ դառնալ, որ հավատացյալները հրաժարին իրենց իշխանության թիրքեն, նորեն ցերկ կցկի այս երկրին վրա կործելու իշխանությունը։ Ադորամար Բողոս Եփեսացիս 4:27-ի մեջ ստագորեն գսե. ու դեղ միդակ ասեք դեղ, նորեն ասեք դեղ, չարախոսին, երկուցեով գրնաս գործընծնել քու իշխանությունդ, մեղքի պատճառով ինչ որ բադայեցավ Ադամի եւ Եվայի,
Եվ երկու վախի պատճառով։ Եվ ադոր մասին պիտի խոսենք մենք։